Քրիստոնեությունը հիմա մենք նայում ենք 21-րդ դարից, ասում ենք դե հետամնաց տարեր ունի եւ այլ, բայց 5-րդ դարի վիճակում անչափ առաջադեմ երևույթ էր։ Համենայն դեպս նա անհամեմատ ավելի առաջատեր էր, քան զրադաշտականությունը։ Դեռևս 4-րդ դարի կեսերին մենք Աշտիշատի ժողովում հաստատեցինք կանոններ, որոնք հետո 5-րդ դարի կեսերի Շահապիվանի ժողովում հաստատվեցին, որոնք առաջադեմ կանոններ էին նախատեսում, մերձավոր ազգականները չեն ամուսնանում իրար հետ, լացուկոցը, ընդունելի վարքագիծը մարդկային զորաբերության նման բաներ եւ այլ ընդհատում էր։ Իսկ հիմա եկեք մտովի հետ գնանք եւ պարզենք, թե ինչ արժեքային համակարգ էր առաջարկում զրադաշտականությունը։ Նախ քրիստոնեությունը փիլիսոփայական մակարդակով նոր կրոներ, այն աբրահամական կրոների տարբերություն 5 կրոնների, եւ քրիստոնեությունը շեշտադրում էր մարդու անձնական վարքագծի ճիշտ լինելը հետագայում իր հոգու փրկության համար։ Իսկ 5 կրոնները, այդ թվում նաեւ զրադաշտականությունը, մարդուն թողնում էին անուշ սուբյեկտ եւ ասում էին Աստված կորոշի քո տեղը։ Սա շատ կարեւոր եւ այդ զարգացած հասարակական հարաբերությունները, որոնք հին աշխարհը վերջացրեցին եւ ֆեոդալիզմը ստեղծեցին, քրիստոնեությանը այս կոնցեպտուալ առումով մարդու համար ավելի ընկալել էր։ Պատահական չէ, այդ առաջի դարերի մեծ հաջողություն է։